Հայաստանում փոփոխությունների ալիքը երիտասարդները բերեցին, սա նոր որակի երիտասարդություն է, անկախության իսկական սերունդ, նշում են հայ փորձագետները։ Հաջորդ քայլը նրանց խոսքով կուտակված էներգիան իրական կապիտալ դարձնելն է։ Քաղաքագետներին Լարա Արաքելյանն է լսել։ Մոտ 20 օր Հանրապետության հրապարակը խոսեց բոլոր բարբառներով։ Վանաձորցիների Լադենը, գյումրեցիների Թամ Թազա Գյումրին։ Տեղի ունեցավ այն, ինչ որ պետք է տեղի ունենար։ Անվանումներով մենք սահմանափակում ենք մի բան, որը որ դեռևս չի ավարտվել։ Չանվանենք։ Քաղաքագետ սոցիոլոգը շարժման առաջին օրերից հրապարակում հետևել է ընթացքին։ Առաջինը, որ նկատել է, մտքերի փոփոխությունն է։ Շատ լավ է, որ մեր հասարակությունը սկսեց պահանջել զանգվածաբար։ Մեզ մոտ արմատացած մի այդպիսի ենթամշակույթ կա, որի համաձայն պրոբլեմների մասին խոսելը գործ տալ է նշանակում։ Դա կարծես թե հաղթահարվեց զանգվածային կերպով, շատ լավ է, որ երիտասարդները դա հաղթահարեցին նաև իրենց մեջ եւ սկսեցին հարցադրումներ անել, բողոքել, պահանջել։ Սխալ է համարում կարծիքը, թե շարժումը հանկարծ սկսվեց։ Անգամ քնի մեջ, եթե մարդը շարժվում է, ուրեմն պառկած դիրքը հարմար չէ։ Իսկ սա ինչ շարժում էր։ Փորձագետները վերլուծում են լոկալ էր ու գլոբալ միաժամանակ։ Ուսապարկերն ու հագուստը Եվրոպայից, մանգալի խորովածն ու քոչարին Հայաստանից։ Ազդանշաններն ու շերեփների երեկոյան աղմուկը Եվրոպայից, Չուղացու կատն ու մածունը փակ խաչմերուկում վաճառելն ու զուռնադու հոլով հարսանիքը Հայաստանից։ Ու դե շարժման սիմվոլները Իրայի ամուսինը Լեյլա տատիկը։ Սրանք բոլորը հետարքիր բողոքի արտահայտման ձևեր էին, որոնց արտասահմանցիներին էլ զարմացրեցին։ Քաղաքագետը շատ ուշադիր է հետևել փողոցի զարգացումներին, եզրակացնում է բողոքը արտահայտելու ազատություն, մեդիայի ազատություն, սրանք ժողովրդավարական հասարակարգին բնորոշ հատկանիշներ են։ Դժվար էր պատկերացնել, ասենք նման բան մեր հարևան երկրում, որտեղ Իլհամ Ալիևն է, իսկապես նոր որակ մենք տեսանք ներկա երիտասարդության, որտեղ սրանք արդեն ծնվել են, մեծացել են անկախ Հայաստանում, սրանք խորհրդային կարգերի, գաղափարախոսության եւ ռեժիմի ազդեցությունը չեն կրել։ Լսարաններում արդեն տեսնում է այդ նույն երիտասարդներին, համոզվում, մղումները ազնիվ են, նրանք ցանկանում են ապրել ազատ եւ բարեկեցիկ երկրում։ Հայաստանցին իրոք չի մոռացել ազատ լինելու իր միգուցե պատմական ոչ մեծ անցյալը։ Տեսա, որ մեր պոեզիայի գրականության մեջ ազատությունը ոգեշնչող մեր գրողները իզուր չեն գրել այդ մասին։ Մարդիկ, որոնք անգիր են արել այդ բանաստեղծությունները եւ պատմությունները, հիմա սկսել են այդպես ապրել։ Մարդիկ սկսեցին իրենց ոչ միայն հայ զգալ, ասում է, այլև հայաստանցի, իսկ առանձնահատուկն ու միջազգային մամուլի համար ուշագրավը երկուսն էին, մեկը հայկական հոգատարությունը։ Ոստիկանությունը ամեն դեպքում շատ զգույշ էր բնակչության հանդեպ, բնակչությունը զգույշ էր, հոգատար էր, զուսպ էր։ Մյուսը շարժման շարժունակությունը, կենտրոն չկար, հումորը, թե երբ դու չես գնում բողոքելու, բողոքն է գալիս քեզ մոտ, իրական էր։ Ամբողջ հանրապետությունը ընդգրկվեց, նախ պարալիզացվեց, հետո ճանապարհների փակումը ոչ մի հեղափոխական, ասենք թե այլ երկրների փորձը ցույց է տալիս, որպես բան չի եղել։ Ընդվզող մասսայի շարժը, որ ոչ թե նա միտեղ կանգնեց, այլ ամեն անգամ քաղաքի որևէ մի մասից սկսվեց եւ ընթացավ Երևանի բոլոր փողոցներով։ Մենք այստեղ բոլոր տեղերում առաջամարտիկ տեսնում ենք երիտասարդությանը, այնպես որ բրավո։ Ինչ պետք է լինի շարունակությունը, փորձագետները համակարծիք են, հաջորդ քայլը փողոցում աճած էներգիան իրական կապիտալ դարձնելն է, անկախ կառավարման համակարգից։ Բացի պահանջելուց պետք է նաև կարողանաս մասնակիցը լինել, դիցուք վաղը նույն երիտասարդներին, որոնք ակտիվ մասնակցել են ցույցերին, առաջարկվի մասնակցել նաև կոնկրետ բարեփոխումների իրենց առաջարկներով եւ ջանքերով, չքնել գիշերը ոչ թե որովհետեւ հրապարակում ես, ինչը շատ կարևոր է, այլ չքնել գիշերը, որովհետև պետք է խնդիրը լուծել։ Լարա Արաքելյան, Էդգար Դավթյան, օրակարգ։